Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հոքերի գլխավորած պատվիրակությանը հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, թրիփ նախագծի իրականացմանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեք անդամ այցելել է Թուրքիա։ Նրանք մեկնել են հոկտեմբեր ամսին մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։ Նա հավելել է տեղեկությունները, թե ներկայացուցիչները գնացել են Թուրքիա, որպեսզի բանակցեն եւ Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառեն, նման են Գեբելսյան քարոզչության, որքան սուտը մեծ է, այդքան հավատացողները շատ կլինեն։ Հայ-վրացական իրավական ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրփուի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկարաժամկետ եւ կայուն զարգացման նշանակությունը, ասվում է տարածված հաղորդագրությունում։ Նոյեմբերի 18-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա, Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական եւ հետազոտության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով։ Այս ընթացքում Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը Ֆրանսիայից կգնի 100 Ռաֆալ կործանիչ։ Այս մասին նախագահը տեղեկացրել է TF1 հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր Կիևի եւ Փարիզի միջև հնարավոր պատմական համաձայնագրերի ստորագրման մասին։ Ռուսական Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմական նվաճման է հասել Պորտուգալիայի դեմ արտագնա խաղում 25-ամյա ֆուտբոլիստը հանդիպան 18-րդ րոպեին հեղինակել է մեր ընտրանում միակ գոլը։ Այս գոլը նրա համար 11-րդն էր ազգային հավաքականի կազմում, ինչի արդյունքում Սպերցյանը գոլերի քանակով հավասարվեց Մարկոս Բիզելին եւ Արտուր Պետրոսյանին եւ ընդգրկվեց Հայաստանի հավաքականի պատմության լավագույն 5 ռմբարկուների ցանկում։